ԱԱԾ դիմակավորված անձինք վաղարավոտից խուզարկություններ են իրականացնում Գագիկ Ծառուկյանի բնակարանում։ Նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն։ Նախնական տեղեկություններով խուզարկություններ են իրականացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։ Ավելին, միաժամանակ խուզարկություն է կատարվում նաև Multigroup ընկերության մի քանի ձեռնարկություններում։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ վարույթային գործողություններ։ Ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։ Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի Իննոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում իրականացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Ուժեղ Հայաստանը կվերցնի падգամավորական մանդատները, հայտնել է կուսակցության առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։ Այդ մանդատը նշանակությունը մենակ պրոբլեմա։ Մարդիկ թողում են իրենց գործը, գործարարությունը, բիզնեսը, շատ մարդիկ իրենց մասնակիցություն գալիս են, որ գնան նստեն։ Ինչ է տալիս մեզ։ Մյուս բանը, երբ մեզ ասում են, մի ճանաչեք լեգիտիմությունը։ Եղբայրներ, ընտրությունից 1 օր առաջ մի քանի 100 հոգի շտաբերից, այս մարդիկ օտարերկրյա կառույցների ծափերի տակ կալանավորեցին, ոչ մեկ ծպտուն չանեց։ Ինչ լեգիտիմության մասին է խոսքը։ Իրենց կարտ բլանշա տված, որ իրենք Հայաստանը սարքեն աշխարհաքաղաքական եւս մի հակառակորդ երկիր մեծ երկրներին, եւս մեկ Ուկրաինա։ Դրա համար իրանք աչք են փակելու Հայաստանում լեգիտիմության հարցերի շուրջ։ Մենք էդի լավ գիտենք։ Ըստ Կարապետյանի մանդատներ վերցնելը չի նշանակում ազգային ժողովում այս համամասնության լեգիտիմության ճանաչում, քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ներկայացուցիչներ ունի, քան պետք է ունենար, եթե լինեին օրինական եւ արդար ընտրություններ։ Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին տեղեկացել ենք նրա ընկերոջ Հարություն Բոգարյանի էջից։ 3 օր էր հիվանդանոցում էր, այսօր առավոտյան ժամը 3:55-ին սիրտը կանգ է առել, նշել է Բոգարյանը։ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի Կիևի սադրանքներին հուլիսի 7-ից 8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Մենք պետք է սպասենք սադրանքների եւ ցանկացած պահի զգոն լինենք, ասել է նա, վեստի հեղինակ Պավել Զարուբինին, հավելելով, որ Կիևի ռեժիմն ամեն ինչի ընդունակ է։ Պեսկովի խոսքով ՀՌԳ-ն շարունակում է որպես իսկական պատերազմ, քանի որ Կիևին օգնում են Բերլինը, Փարիզը, Հագան, Օսլոն եւ Վաշինգտոնը։ Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ակտիվացրել են հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ռազմաճակատում իրավիճակի վատթարացման պատճառով եւ դա անվանել է ահաբեկչություն։ Ռուսաստանի զինված ուժերը անվտանգության գոտի են ստեղծում Կիևի ռեժիմի ագրեսիվ էության պատճառով, եզրափակել է Պեսկովը։ Սոցցանցերի ուկրաինական տիրույթում հրապարակվել են Ռուսաստանի զինուժի զանգվածային հարվածի կադրեր, տեսագրությունում Վիզար գործարանի տարածքում գրանցված պայթյունն է։ Ողջ գիշեր ռմբակոծվել է մայրաքաղաք Կիևը, կիրառվում է հզոր զինտեխնիկա։